Մայրերն աշխարհի ամենաանհանգիստ ուժերն են, ամենաանհանգիստ մարդիկ են։ Շնորհավորում եմ մայրության եւ գեղեցկության տոնը, որովհետեւ մայր լինելն իսկապես շնորհ է, իսկ գեղեցիկ մայր լինելը դա ներշնչանք է, իսկական ներշնչանք։ Շնորհավորում եմ այսօրվա բոլոր Մարիամներին, Անահիտներին, որովհետեւ այսօր նաեւ Անահիտների եւ Մարիամների անվանակոչության տոնն է։ Շնորհավորում եմ բոլորի ապրիլի 7-ը, չէ, բոլորին ո՞րն է։ Կոնկրետ։ Շնորհավորում եմ ապրիլի 7-ը, մաղթում եմ առողջություն, իհարկե, եւ ամենակարևորը, իմ կարծիքով ամենակարևորը ամուր կամք եւ հետեւողականություն մեր նպատակներին հասնելու համար։ Ողջույն սիրելի աղջիկներ, մայրեր եւ գեղեցկուհիներ առհասարակ։ Շնորհավոր ձեր ապրիլի 7-ը։ Ուզում եմ, որ լինեք ստեղծագործ, միտքը միշտ վառ լինի, գունեղ, դուք ինչպես միշտ փայլեք, շողակ եւ գույներն ու ծաղիկներն ու ջերմությունը երբեք չպակասի ձեզանից։ Ողջույն սիրելի գործընկերներ, աղջիկներ եւ կանայք։ Սրտանց շնորհավորում եմ մեր բոլորի ապրիլի 7-ը։ Մաղթում եմ բոլորիս երջանկություն եւ ուզում եմ, որ բոլորիս սրտերը կապվեն ֆիզիկայի օրենքի համաձայն տիեզերական ձգողության օրենքով, մեզ իշխեն լույսը եւ ջերմությունը։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի արդիվ եւ ցանկանում, որ ձեր հոգում միշտ լավ երաժշտություն հնչի։ Շնորհավորում եմ սիրելի մայրեր նախ եւ առաջ եւ աղջիկներ։ Երևի երբ որ մարդ ծնվում է աղջիկ, իր կյանքի կարևոր միսիան, այսպես ասած, մայր դառնալն է։ Ով մայր չի դառնա, ես մեծ ամբողջ սրտով, կամքով ցանկանում եմ մայրություն դառնալ։ Ինչքան որ մայրիկները դժվար օրեր են ունենում, բայց երանի մեզ, որ այդ օրերը ունենում ենք, որովհետեւ մենք անում ենք այն հաճելի բանը, կարևոր բանը, որ շատ շատերը կյանքում վաղ չի վիճակվել ունենալ։ Սիրելի մայրեր, աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ։ Միշտ ժպտացեք, միշտ երջանկացեք ամեն բացվող առավոտով։ Եվ Աստված այնպես անի, որ բոլորս միշտ հպարտանալու արդյունքներ ունենանք մեր երեխաներով։ Սիրում եմ բոլորիդ։